բան չեմ ասել։ Ուզում ես միասին ջոգենք։ Չէ, ցավը տանեմ։ Դու ընտրի, ես քեզ լրի վստահում եմ։ Էդ էի ուզում ասեի։ Դե գնացի։ Հələ մի րոպե սպասի, երջանք։ Նստի։ Լես մի քանի օր է, նորմալ աշխատանքի չես գալիս։ Եթե չես ուզում աշխատես, ասա նստենք, ես հարցը լուծենք։ Բայց ո՞վ է դες բան ասում։ Ասել պետք չի, զգում եմ, որ չես ուզում աշխատես։ Չէ, շեֆ ջան, այդպես թեմա չկա, ես ուզում եմ աշխատեմ։ Վերջը պետքա չէ ընտանիքս պահեմ։ Այն ընկերոջս տված փողերը ինչ կար, սաղ ծախսեցի գնաց ու հիմա էլ պետքա գործի մասին մտածեմ։ Չէ, այսօրվանից նորմալ աշխատելու։ Բայց խոսք ես տալիս, որ նորմալ կաշխատես։ Հա, ոնց որ միշտ։ Դե որտե՞ց է, այսօր զոքանչիս, մի քանի տեղ տանես։ Անեց որ գնամ մի ժամից սպասի զանգին։ Ցավը տանեմ չի լի մեկ ուրիշը տանի, ես այդ կնգաձեռը չեմ դիմանա։ Կդիմանաս, ու ինքը անձամբ ուզելա, որ դու գնաս իր հետևից։ Գնա ավտոն լվա ու սպասի զանգին։ Հա դե իմ բախտի մետ է էլի ու զորով չի։ Ես չեմ հասկանում, ես բեկը ինչի աստեղ հանդիպում նշանակել, որ Համը չի ագա մի վախնար։ բանը չէ, քեզ ինչ կա, որ իր բացավ խափում եմ իրան իմ գլուխն է թռցնելու։ Բայց ո՞րտեղ եմ պետք է գիտնա ագամ։ Տուն իրեն գսես, շահողին անունը Տերենիկ Ղևոնդյան է։ Որը Կումարը Շայանն վերջ հոստեղ են քացել է US, մշտական բնակվելու։ Թող գնա Տերենիկին ամերիկաներուն փնտրե։ Հա բայց տենց մարդ կա վարազդատ իրականում, հանգած չվարվենք էլի։ Աշուշտ կա խենթես թուն։ Տերենիկ Ղևոնդյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ես իրեն հետ օթանավին մեջ ծանոթացածում։ Սա որ գերթամ US մշտական բնակչության։ Աստուղտը կուդաս բեկին, ամեն ինֆորմացիան վրան է։ Այդ ալը կտա, մենակ ասա հավատա։ Գահավադա, մի մտահոգվիր։ Պետք է միայն վստահ երևաս, ատկամ փամը։ Հիմա քնա, քալե, քեզ կսպասե գոր։ Գնամ ինչ անում։ Քնա։ Բեք ստեղ եք։ Բեք ջան, ես եմ հանկարծ չկրակեք։ Բեք ուր եք։ Բեք։ Այ որս սարեք, ես ուր գա բեք։ Բեք, խապեք։ Ես տեղ եմ։ Ուրա։ Հարը բեք ջան։ Դու գտար այդ մարդուն։ Հա, գտա։ Իսկ դու չհոգնեցիր տվերիս հետ խոսալուց։ Շրջվի, ես տեղ եմ։ Ո՞ր դες։ Անանց դուք եք տեսեք մոտոզենք կա թե չէ։ Ինչ զենք բեք ջան, ես պացիֆիստ եմ։ Ինչի ֆիստ եմ։ Ես ինչ ասում եք, բան չջոգեց։ Պացիֆիստ, նշանակումը խաղաղասեր։ Յանի ուզում ասի, ինքը հարցերը խաղաղ ձևով լուծելու կողմնակից է։ Զենք չի սիրում։ Ոչինչ։ Ապահովության համար թող ստուգեն։ Մաքուրա։ Արի իմ մոտ, Տիգրան։ Կանքայրը ֆիլմում Մայքլ Կորլեոնեն ասում է. մի խափ ինձ։ Դու դրանով վիրավորում ես իմ ինտելեկտը։ Լավ ասել, բայց ես քեզ չեմ խաբում, բեք ջան։ Ես այս մարդու անունը, ազգանունը, հեռախոսը հասցեր։ Տերենիկ Ղևոնդյան, հեռախոս, հասցե, ինքն է շահ $1 միլիոն։ Հա, բայց
մի փոքր խնդրեմ կա։ Չէ, տղեկ, այդ խնդրեմը իմ հետ չի կապված, բանի ես Դերենիկ Ղևոնդյանի հետ է կապված։ Ես գիտեի, որ ինքը տենց կասի բեք։ Հիմա էլ կասի, որ այդ մարդը քաղաքում չի, փողերն առել ու թռել է։ Չէ՞ Տիգրան։ Դե հայ այդ մարդը հիմա Ամերիկայում է։ Այդ որոշել ես հետս մուկն ու կատու խաղաս արա։ Չէ, բեկ ջան, ես չեմ խապում, ես քեզ ճիշտ եմ ասում, դու ախր չես պատկերացնում, ինչ մեծ խնդրեմ էր իմ համար այդ մարդու անունը, ազգանունը, հասցեն բան ճշտելը, ես քեզ ինչի պետք է խապեմ, բեկ։ Ես սրան չեմ հավատում բեք, նրան պետք է պրեսի տակ գցեք։ Չէ, պոնչ, մենք վայրենիներ չենք։ Դոն Կորլեոնեն հարցերը նման ձևով չէր լուծի։ Մենք նախ կստուգենք ինֆորմացիան, հետո կորոշենք ոնց վարվենք Տիգրանի հետ։ Հիմա կարաս գնաս, ես կգտնեմ քեզ, եթե պետք լինես։ Լավ, թե հաջողություն ձեզ։ Ես վստահ եմ, որ Մուկուչի մատը խառն է այդ գործում։ Նա է հարձակվել ավտոմոբիլի վրա։ Ես դա հենց սկզբից գիտեի։ Դա նրա ձեռքի գործն է։ Իսկ որտեղից գիտեիր Ցոլակարամիչ։ Դու հասկանում ես, եթե դու հիմքեր, ապացույցեր, փաստեր չունես, դու հիմա ուղակի վարկաբեկում ես մարդուն։ Փաստեր ես ուզում։ Հա, Խնդրեմ, ով է տեսել, որ կողոպտիչը Զոյի վրա հարձակվի մկրատով։ Դա ուղղակի ակնարկ այն մասին, որ գործում Վարշավիլ է խառնված։ Չէ, դա ոչինչ չի նշանակում Ցոլակարամիչ։ Իսկ եթե ես ասեմ, որ Մուկուչին այդ գիշեր տեսել եմ շենքի բակում կանգնած, Իսկ ինչ էր անում Մուկուչը այդ պահին։ ծխում էր։ Ցոլակարամիչ, դու ինչ ուզում ես ես մարդուն մեղադրանք ներկայացնեմ ծխելու համար։ Գերթողային, ես խնդրում եմ հարցին լուրջ մոտենալ։ Եթե ես չեմ սխալվում եւ կողոպտիչը Մուկուչն է, ուրեմն պետքա լուրջ միջոցներ ձեռք առնել հասարակական կարգ ու կանոնը պաշտպանելու համար։ Լավ Ցոլակարամիչ։ Ես կգնամ ու կխոսամ ուստա Մուկուչի հետ։ Բայց մի պայմանով, որ դու ներկա չլինես։ Լավ։ Ես դեմ չեմ։ Բայց ես մի անձնական խնդրանք ունեմ։ Ես խնդրում եմ, որ Մուկուչին չբացահայտեք ձեր ինֆորմացիայի աղբյուրները։ Այսինքն ինձ։ Լավ, հասկացա։ Ուստա Մուկուչը չի իմանա, որ դու ես նրա մասին ինֆորմացիա տրամադրել։ Իսկ հիմա գնա, ես կգնամ կխոսամ իր հետ։ Շնորհակալ եմ։ Ես հետո կիմանամ ձեր զրույցի մանրամասների մասին։ Հա? Դու տղա ես ինչ է? Դու ես ասես կտամ կցղկվես պատին ճանճես ինչ ես։ Սրան նայարա, այսքան տալիս եմ գլխին վեջը չի, չոգունից ա, յորդը չբլաղձի գլուխը, դոդե, սատկի էլի, սատկի, Բարև ուստա Մուկուչ։ վայ, ես քո ճանճասողի հերն եմ անիծել, Բարև ուստա արի, սաղ ջան, արի նստիկ ակրաս սրտեն անեն, կովոտը խերով ա, Չէ, արի նստի հետդ լուրջ խոսալու բան ունեմ ուստա Մուկուչ։ Արի նստի։ շատ լուրջ, Հա, շատ լուրջ։ Այդ դուրն եմ փակի, որ մեզ խանգարող չլինի։ բայց դուր ինչի պագեմ, Ասեցի էլի ուստա Մուկուչ, որ մեզ խանգարող չլինի։ հա, իսկ բանալիով պագեմ, թե Հա, բանալիով փակում ուստա Մուկուչ, բանալի։